ենք Monk մրցանակաբաշխությանը, հանդիպել ենք մեր ֆուդ բլոգերներով, որոնց հետ գրեթե նույն ժամանակ ենք հիմնադրել մեր ալիքները եւ անչափ բարձր տրամադրությամբ ուզում ենք մեր միջոցառումը շատ լավ անցնի։ Ողջույն բոլորին։ Ողջույն բոլորին։ Նկարվեք։ Սիրելի հետևորդներ, քանի որ այստեղ ձայնս լավ չի լսվում, հնչյունավորմամբ կասեմ, թե ինչ հարցազրույց տվեցի, ներկայացրի ալիքս, որ ես Միլան եմ, Mila's Kitchen YouTube-յան խոհանոցային ալիքի հիմնադիրը, ալիքս ստեղծված է ոչ միայն հայկական ավանդական խոհանոցի զարդերը ներկայացնելու, անդրադառնալու համաշխարհային խոհանոցին, այլ նաև պաշտպանելու մեր խոհանոցն ու մեր բաղադրատոմսերը կողոպուտից, չէ որ դժվարին ժամանակներ ենք ապրում, ոչ միայն մեր հողն են մեզանից խլում, այլև մեր ոչ նյութական արժեքները։ Ահա այսպես ես հարցազրույց տվեցի ու մենք ընտանիքիս անդամներով մուտք գործեցինք Տաշիր Արենա։ Պահը շատ հանդիսավոր էր, մենք շատ ոգևորված եւ հուզված էինք, իրոք արժեր։ Լավագույն խոհանոցային ալիք անվանակարգում առաջադրված ալիքներ։ Anahit Cooking Channel, Armenian Kitchen with Lucina, Armenian Food Blog, In My Rich Kitchen, Ira's World Channel, Lilith's Kitchen, Mila's Kitchen, Arusyan Փոխինյան, Մարիա Խորժակ։ Իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրի ձեր քվեարկության, ձեր ձայների, ձեր սատար կանգնելու համար։ Գիտեք, ես ալիքիս վրա աշխատել եմ ընդամենը 1 տարի իմ ամբողջ ներուժով։ Դա 2021 թվական էր, երբ իմ ընտանիքում կատարվեց մի շատ վատ իրադարձություն, վթարվեցին ամուսինս ու որդիս, ու ես որպեսզի շատ չմտածեմ, բացեցի իմ ալիքը, ու այսօր իմ ալիքը հազարավորների միջից նկատվել ու այս հրավերն է ստացել, սրանից ավելի լավ հաղթանակ ես կարծում եմ չկար այս պահին։ Ընդ որում ինձ համար նշանակություն չունի ես որտեղը գրավեցի, չգրավեցի, հաղթեցի, չհաղթեցի, ամենակարևորը որ ես առանց գրեթե մատս մատին տալու իմ հավեսով, իմ հոբիով ես ստեղծեցի ալիք, որը հազարավորների միջից առանց ջանք գործադրելու հասել է այստեղ, պատկերացնում եք, եթե ես աշխատեմ իմ ողջ ներուժով։ Բարեբախտաբար ես հիմա զբաղված եմ գիտական աշխատանքով, սիրելիներ, շուտով կունենամ նորություն ձեզ հայտնելու, բայց ես կրկին ու կրկին շնորհակալ եմ Monk-ին այսպիսի շքեղ միջոցառում կազմակերպելու համար, իմ ալիքը այսպես մեծարելու համար։ Շատ հուզված էի, որովհետև հանդիպեցի իմ բլոգեր ընկերներին, հիանալի հանդիպում էր, մի խոսքով անչափ շնորհակալ եմ թե Monk-ին, թե կազմակերպիչներին եւ առավելապես ընդգծված կերպով ձեզ եմ շնորհակալ։ Իսկ հիմա կլռեմ, որպեսզի այս շքեղ միջոցառումը վայելեք նաեւ ինքներդ։ Since want me are it's
երիտասարդ իրարենը, ողջույն մոնք երեկալիքի սիրելի հետևորդներ ու հայկական YouTube-ի ներկայացուցիչներ։ Դե ինչ, բացենք։ Մենք ձեզ այսօր բոլորիդ շատ շնորհակալ ենք, նաև մեր ընկերներին, ով ամեն ինչով մեզ սատարեցին, սենց որ խոսեմ, ես պոդքաստ եմ վարում, միկրոֆոնը վերցրեք ձեռքիցս։ Որ ինչ որ ուզում եմ, կուլ տամ։ Իրանի ամեն օր լիներ շաբաթ կիրակի, որ դատարկեի սառնարանը տատիկի։ Կարոտել եմ, խորովածը խոզի, կարոտել եմ, համատորձի, կարոտել եմ, տատիկի տաճոն փոխանորում Բարձր ծափահարություններ խնդրեմ։ Բարի երեկո։ Հայկ Սիսերյան, Saint Hope, Յարա, Սա, Այս պահին ուզում եմ բեմ հրավիրել այն երկուսին, ովքեր տուն գնացին մարդատ 10 միլիոն դրամով, 20 միլիոն մրցանակային ֆոնդը բաժինասավ մեր սիրասունի հաղթողներ Անահիտ Կոստանդյանի և Սերգեյ Թորիկյանի ձեր ծափահարությունները։ Thank you.
Շնորհակալ եմ, որ այս առիթը ընձեռվեց ու դուք տեսաք այս հրաշքը, որը վերաբացվել է, ստեղծվել է այս արենան։ Ողջունենք ձեզ, որ ականատեսնենք այս միջոցառման, որ ժամանակի հրամայականով է, իհարկե այսօր դարձել իրողություն։ Մրցանակի նրանք իսկապես կադրից դուրս ցանկում են ամեն բան։ Ասեմ, որ այդ բոլորը բոլորի աշխատանքի մրցանակի նրանք իսկապես կադրից դուրս ցանկում են ամեն բան։ Այսպիսով ավարտվեց մի չքնաղ միջոցառում, որտեղ հայկական յութուբյան ալիքները հնարավորություն ունեցան ներկայանալու և արժևորվելու։ Շնորհակալություն կրկին ու կրկին բոլոր նրանց, ովքեր սատարեցին ինձ։ Սիրելիներ, առջևում նոր նպատակներ են, նոր հեռանկար է, նոր համագործակցություն է։ Հետևեք Mila's Kitchen յութուբյան ալիքին, բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք, անպայման գրեք ձեր կարծիքը, սեղմեք հավանում կոճակի վրա, մի խոսքով մնացեք ինձ հետ։ Ձեր Միլա։